Բարև ձեզ։ Սիրով։ Իրականության մեջ եւ ռումբերը պայթում են տարածաշրջան ուղղակի հեռացող կացայի մեջ է, բայց ԿՊԱ-ականները մի ավտոբուս ժողովրդով գնում են մարզեր, պերաշկի ուտում, կուկուռուզ ուտում, խաղաղություն ենք բերել, խաղաղություն գոռալով, այսպես իրենց դրսևորում, ձեր տեսակետով։ Հերթական անգամ ասում եմ, ես իրավիճակին չեմ տիրապետում, ես իմ պերաշկին ու կուկուռուզն եմ ուտելու, եթե ինձ եք ընտրում, ես էլի պերաշկի ու կուկուռուզ եմ ուտելու, հիմա հայոց քղանցքները վառվում են, չէ, մեր փեշին է, երկրի փեշին է այդ կրակները, այդ ռումբերը, բայց իրենց պետք նա, փողը դուրս գա, ամեն դեպքում իրենց նեյտրալ են պահում, բայց միգուցե նաև ասում էր, որ տարածաշրջանում խաղաղություն է բերելու եւ գուցե հանձնարարականներ է տվել Թրամփին, Իսրայելին, Իրանին, Չինաստանին, երևի հանձնարարականները տվել է, եկել է Ալենի հետ, այդպես ասում է, տեսեք, հարցերը լուծել եմ, եկել եմ ես զոմբիների համար իհարկե, ասում է, տեսեք, ես ուժեղ տղա եմ, սրանք էլ կգրեն, չէ, խզոր վարչապետ կգրեն, բան կանեն, հետո կեթան ընտրություններին, հետո կասեն, որ ինչ անենք, որ այս տարածքն էլ տվեց, այն տարածքն էլ տվեց, բայց ունենք նման վարչապետ, որը մեզ սրտիկները ցույց տալիս, սիրում է իրանց, հլա կարծում եմ սիրելուց կլինի, թեպետ վաղուց չի ասում, սիրում եմ ձեզ, եւ հիմա Անայի գնալն էլ երևի բան կառաջացնի, որ այս մարդու սերն էլ ասուտ, թե չէ ճիշտ ըլներ, Անան կմնար կողքը, Անան նաեւ այդ քայլով ցույց տվեց, որ սրա կողքը չի կարելի մնալ, եւ ինքը միշտ իր քայլերով, եթե նկատել եք, հուշումներ էր անում բնակիչներին, ընտրողներին, այս քայլով էլ հուշեց, որ ովքեր սրան սատարում եք, գնացեք կողքից, եւ ինքը գնաց, կարծում եմ առաջիններից մեկը գնաց, էլի գնացողներ կային ԿՊ-ից, բայց ինքը նաև այդ առաջիններից էր եւ այո, այս անգամ առողջ հուշում արեց, որ սա այն տեսակն է, որի հետ չի կարելի ուրեմն մնալ։ Եվ կարծում եմ նրանք, ովքեր գնահատել են Անային եւ իր հետևորդներն են եղել, հաշվի կառնեն այս հանգամանքը եւ անպայմանորեն Գիտեք, ինքը նաև հայտարարեց, որ հնարավոր է, որ կանգնեցնեն արդարադատության առաջ, քրեական պատասխանատվության, բայց նաև այդքանով հանդերձ ընդունում է, որ չի կարելի լինել սրա կողքը։ Դե ես սա համարում եմ նաև հուշում, որովհետև ինքը հուշելու այդպես կարողություն ունեցել է եւ այս անգամ էլ հուշեց բնակչությանը, որ խելքները հավաքեք, գլուխները սրա կողքը մի կանգնեք։ Սա որևէ լավ տեղ չի տանելու։ Ճիշտ է, հիմա պերաշկի էր կրծում այդ ռումբերի հետ պայթունին, բայց ես ուզում եմ ասել, գիտեք, սովորական դարձավ արդեն, որ մեր մոլորակի մարդկության աչքի առաջ գնդակահարվում են երեխաները, ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Իրանում տեսանք, չէ՞, այդ աղջիկների դպրոցը ուրեմն ռմբահարվեց եւ ուրեմն մահացան 100-ից ավել 160 եւ ավել երեխաներ։ Սա պարզ ուրեմն ցեղասպանություն է եւ այդ ցեղասպանությունը արդեն չի էլ դատապարտվում։ Թեպետ ես հիշում եմ, որ այդ Իսրայելի առաջնորդը միջազգայինորեն ասում եք, սա ինչ ասեմ, սա այն վիճակն է, որ արդեն մոլորակը այնքան է անհամանում, որ իսկապես էլ արդեն մարդը երևի չպետք է ապրես մոլորակի վրա, եթե լուռ են մնում, եթե ընդամենը այդպես մերկապարանոց հայտարարություններ են անում եւ որևէ ռեալ ոչինչ չեն ձեռնարկում։ Բաժանել են խմբերի մի մասը այդ ցեղասպանությունն է ուրեմն փառաբանում, որ այո, ճիշտ է անում, էս է անում, մյուսներն էլ ասում են այ մարդ, այս մարդիկ Իրանը, հազարամյակներով ձևավորված երկիր է եւ ունի իր արժեհամակարգը, իր մշակույթը, իր օրենքները եւ սրանք ասում են, չէ, դու սենց պետք է չապրես, դու ունենց պետք է ապրես, սա նման է, գիտեք ինչի, ոնց որ մեկը գա ասի, լսի, այս վարդերը սա վերացրեք, այս մյուսները վերացրեք, պարտեզի օրինակով բերեմ, պիտի մենակ մեխակներ աճեն, հա։ Սա էսենց մոտավորապես այս տգիտությունն է եւ ընդհանրապես էլ կան մոլորակի վրա մարդկության կյանքը ուրեմն խեղող պետություններ, դրանցից պիտի կարողանանք ազատվել, դրանց իրենց տեղը դնենք, որովհետև ընդհանրապես աստվածայինները ներդաշնակությաններ են կորզում քաոսից, սարքում են ներդաշնակ ընթացք, ես հիշում եմ այդ մեծ պատերազմները եղան եւ չէ հայրենական էր կոչվում եւ այդ պատերազմից հետո կարողացան որոշ ընթացք ունենալ խաղաղ ընթացք Դա ուրեմն այդ ներդաշնակությունն էր կորզվել, իսկ սրանք գալիս են եւ այդ քաոսն են
վերածում ներդաշնակությունն են վերածում քաոսի, այսինքն սատանայական պաշտները, ճարքապատկանները չեն կարողանում ներդաշնակությունները աստվածայինը չեն կարողանում ընդունել։ Եվ հիմա այդ ընթացքն է, եւ ինչքան էլ որ դրանք հիմա շարունակեն մնալ, ինչ հայտարարություններ էլ անեն, Թրամփը ինչ էր ասում, խաղաղություն են բերում, իսկ Նոբելյան մրցանակ տվեք, հիմա մատը թափ տալով ավելի հզոր ռումբեր կխփե, մեզ կանեմ, են կանեմ, տենց դե էսա հայտարարություն, հա։ Ինչու չեն խոսում, ինչու ասելիք չունեն ֆաշիստի նման այս Դե գիտեք արդեն հասկանալի է, որ ուժի օրենքն է գործում եւ ես հիմա տեսնում եմ, որ այդ ուժը եթե Չարությանն է ծառայում եւ եթե չեն կարողանում այդ ուժը զսպել, ընդհանրապես այս երկրներով, մոլորակով մեկ, ուրեմն այդ ուժը կգործի։ Ես էլի եմ ասում, եթե Իսրայելի ղեկավարը, որը որ ճանաչվել էր նույն ՄԱԿ-ի կողմից էլ կարծեմ հանցագործ ճանաչվեց եւ հիմա շարունակում է գործել, հոխորտալ, ռմբահարել այստեղ այնտեղ եւ բա կանի, եթե ասենց անպատիժ մնում, ֆրֆռում, բա կանի, բախի պիտի ճանի որ։ Միևնույնն է ինքը գիտի որ հանցագործ է, երբ որ դադար տա, պիտի կանգնի արդարադատության առաջ մարդկության, թեպետով է հասկանում կանգնում են թե չեն կանգնում։ Այդ նույն Թրամփի վրա մանկապղծության մասին են արդեն խոսում, մյուսը, դե հիմա այդ մարդիկ ուզում եք լուրջ արժեհամակարգ, մարդկային այդ արժեհամակարգի կրողները լինեն, չեն լինելու։ Այնպես էլ չի, որ մյուս տեղերը չկան խոցելի, ուրեմն վիճակներ, բայց դա չի նշանակում, որ սրանց կոնկրետ կատարածը թողնենք, գնանք մյուսներին իմանալ։ Մենք տեսնում ենք, որ այո, սպանվում են այդ երեխաները եւ ավելի շատ կսպանվեն, պատերազմը գնալով կթեժանա, եթե Իրանը չի ընդունում ուրեմն այն ամենը, ինչ սրանք հրամայում են, Իրանը ասում է, ես այդ ԿՊ-ական չեմ, որոնք իրանց ինչ են ասում, ուսապարկեր են, այն մյուսները, ինչ են մի խոսքով իրանք իրար անվանարկել են արդեն, գիտեն արդարադատությունը ափի մեջ է, այսինքն այս երկիրը չկա։ Եվ այս ամեն ինչով մենք տեսնում ենք, որ այո նախանձախնդիր կերպով այդ արևմուտքը ամեն ինչ արել է, որ մեր երկիրի դեմքը դիմագիծը կորցնի, ընդհուպ նաև ազգային արժեքներ, ազգային բառը անգամ փորձում են տարբեր կառույցների վրայից հանել, ինչպես ազգային գրադարաններ, ինչպես շատ ու շատ տեղեր, օջախներ, որովհետև սրանց ազգայինը չի հետաքրքրում, սրանք ապազգային երևույթներ են եւ հանուն դրա են իրենք գումարներ ստանում, լապ ստանում, այդ գումարով են այդ պերաշկիները լափում, իհարկե դա պիտի ցույց տան, որ այս ժողովուրդ տեսեք, մենք պերաշկի ուտողներ ենք, չմտածեք այն սեփ խավիար բանը, չէ, մենք պերաշկի, սրանք սենց սովածել մնացին, 8 տարի կա, որ իշխանության մեջ են, երևի կա, չէ, բայց մեկը սոված են մնացել եւ այդ սովածությունը արտահայտում են, նայում են եւ շատ ուրախ են լինում, որ տեսնում են դա խոսելու թեմա է դառնում։ Մի խոսքով որևէ լուրջ բան սրանց պարագայում խոսել չենք կարող, նորից անլրջություն, նորից հերթական ընտրություն, կապիկություն կլինի եւ այդ կապիկությունը կտեսնենք հիմա ինչ կապիկություններ կձեռնարկեն, ինչ կանեն եւ ըստ դրա կշարժվենք առաջ եւ նորից առողջ ուժերը պիտի հարվածի ենթարկվեն նրանք ովքեր երկիր կարող են ստեղծել, նրանք ովքեր կարող են արժանապատիվ ընթացք ձևավորել, բայց ես հիմա կարծում եմ, որ այն ինչ կատարվում է հիմա մեր շուրջը, ուրեմն շատ որոշիչ է դառնալու նաև Հայաստանի համար։ Հենց այդպես, եւ ուրեմն ես տարբեր մեկնաբանություններ էի լսում տարբեր երկրների մեկնաբաններից եւ տեսնում էի, որ շատերը նրանք ովքեր տարածաշրջանի ընդհանուր վերություն են անում, կանխատեսում են, որ Իրանի փլուզումից հետո կփլուզվի նաև Հայաստանը։ Այս այցերը պարոն Մանուկյան ասում են ինքը շատ դա պիտի որ իրենց վարկանիշ ուղղակի այսպես հավասարվել է լիբուսից ցածր վիճակի եւ այս վախերը պայմանավորված հիստորիայի մեջ գնում է մարզեր, բայց տեսնում ենք նաև արժանապատիվ հայրենակիցներն են, որոնք շրջկացում են ուղղակի դուրը իրենց երեսին։ Դրանք հայ մարդիկ են, ազնվազար մարդիկ են, նրանք տեսնում են, նրանք կատարվածով են ամեն ինչ դատում, այսինքն Արցախ է կորցրել, հազարավորների այրուն է խմել, Հայաստանի տարածքներն է հանձնել, եւ այս մարդը պիտի շարունակի այդ ամեն ինչ այդ գործառույթները անել։ Եվ դա կանի, որովհետեւ եթե
մինչև հիմա խելքի չեն եկել եւ մնացել են դեռ մոլորիալներ, ես արդեն դրանց մոլորիալ չեմ համարում, ես դրանց համարում եմ իմ թշնամիներ, անկարողներ, ամուլներ, որովհետեւ եթե մարդը ուժ ունի, արժանապատվություն լինի, թույլ չի տա որ նախ իր երկրի ղեկավարին հարբեցող ծաղրացու ասեն եւ այստեղից որևէ մեկը պատասխան չտա եւ այս ամեն ինչով հանդերձ պարզ է որ նման մոտեցում էլ կցուցաբերեն մեր երկրի հանդեպ աշխարհը տեսնում է որ այո մենք դարել ենք անատամ գոյանքներ եւ ուրեմն ինչ է ստացվում ինչ ուզում են ոնց ուզում են վարվում են ոնց ուզում են հարվածում են եւ անտառային օրենքներով Այս չքնաղ եղջերուն ընկել է եւ այդ շնագայլերով ոհմակով հարցակվում են եւ հիմա հոշոտում են եւ ելի կհոշոտեն բայց սա ասում է ժողովուրդ ջան ինչքան մարմինը ուտեն ես սիրտը պահելու եմ հա իմացեք այս Երևանը կպահեմ դե ինչ ասեմ երևի այդպեսիներ էլ կան դե կլինեն էլի հիմա այսքան տևականորեն եթե մնացել են այս կլոնները գիտեք Կրկեսի արենայում նայվում են կլոնները, բայց կրկեսի արենայից դուրս կլոնություն այն էլ քաղաքական դաշտում կարծես թե չի դիտվում եւ ցավոք սրտի տեսնում ենք որտեղ կլոններ հայտնվեցին, ինչ կարգի կորուստներ եղան, ինչ կարգի զրկանքներ եղան, նրանք ովքեր շուտ ազատվեցին իրենց կլոններից, կարծես թե որոշ չափով փրկվեցին, նրանք ովքեր մեզ նման տևականորեն մնում են այդ կլոնների իշխանության ներքո մնում են այո կորուստների մեջ, այրան մեջ եւ այդպես շարունակ։ Եվ հիմա Ուկրաինայի դեպքն էլ տեսնում ենք, գնում են հիմա խաղաղություն են ուզում, բայց ես արդեն նկատում եմ այս խաղաղության որոշակի գործառույթներ են առաջանում, միանգամից ընդեղից Մեծ Բրիտանիան նորից զենք եմ տալիս, գումար եմ տալիս, այսինքն հրահրողները կան։ Դե կան, որովհետեւ ոնց էր հիշում եք այդ նախկինում, որ Մարդկանց կարվածնում էին այդ գլադիատորներին եւ թինքն տված նայում էին այդ իշխանները հիմա երկրի իշխաններն էլ պետություններ են իրար այդ կռվեցնում թինքն տված նայում են եւ այդ մենք այս ուրեմն քաոսի մեջ ենք այս ողբի ու կականի մեջ ենք եւ հասկանում ենք թե դա ինչ է նշանակում մեզ համար որովհետեւ այո Իրանի ընկնելու դեպքում ելի եմ ասում Հայաստանը որպես պետություն կարող է վերանալ Դուք մեծ վերջին հայտարարություններ օրինակ երեք հայտարարություններ վերաճկի ընկնում Հալե Սիմոնյանը նախկին նախագահների հասցեի եւ դիմալիների հասցեին այս ամենը վախի թե սանձացակցության դրսևորում է Տեսեք իրանք իհարկե փրկություն ունեն այն դեպքում երբ երկիրը կվերանա այնպես որ իրենց համար դա կորուստ չի անձնապես իրենք անազգան հայրենիք գոյանքներ են եւ կառավարության անդամներից մեկը հայտարարել է որ ազգային իղձ ու երազանք չունեն, իրենք բոլորով չունեն եւ հիմա հանգիստ կարող են երկիրը վերացնել եւ այո դա ինչ որ չափով կհամարեն որ որոշակի ժամանակահատված կարող են շնչել առանց արդարադատության արժեվ կանգնելու բայց դա փրկություն չի ասեմ ձեզ կարծում եմ ճիշտ է օրինական դատու դատաստանի առաջ կանգնեն իրենց կատարած դարակազմիկ ոճերի պատասխանը փորձեն տալ այդ ինչ էր այդ ամեն ինչը ի վերջո ասում էին դավաճանությունները եղել առաջի դեմքերով հայտարարեցին այս տարիների ընթացքում որևէ մեկին չլսեցինք անգամ նրանց ովքեր ռազմական գործողությունների մեջ էին հայտարարվեց բայց դավաճանություն որպես այդպիսին մենք չլսեցինք կամ ռազմական օրենքը չկիրառվեց եւ հիմա նրանք որ տեսնում են երկիրը իհարկե գիտակցումը ունեն որ երկիրը կարա վերանա բայց նրանք այդ ցավը չեն ապրում նրանց համար ինչ երկիր ինչ Հայաստան ինքը ասել է չէ այդ սահմանները ոչ թե ասել է այդ գործողությունները դրան են միտված Այս բաները կվերացնեն պետությունը սահմանները բաներ չի լինի պաշտպանելու ոչինչ չեք ունենա առեք ձեզ մոլորակը ձեր ունեցածը մի Հայաստան էր վիրավոր խոցված ես ձեզ մոլորակն եմ տալիս որտեղ ուզում եք գնացեք մի սերունդ ապրեք վերացեք ու վերջ այս էլ ձեր բաժինն է Դե նրանք միշտ էլ այդ հաջողությունն է իրենց համար, այդ պատերազմները, կորուստները ոչ մի վամպիր առանց այրան չի կարող ապրել, նրանք վամպիրներ են, արնածարավ վամպիրներ են, եւ երբ հենց այրուն չի լինում, ստեղծվում է այդ այրունը եւ տոնվում է միանգամից։
Բոլոր դեպքերում կհիշեք եւ ջերմուկի դեպքերը եւ դրանից հետո ինչպես զինվորները այրվեցին եւ հերթական էլի տոնախմբությունը կազմակերպեց ԿՊ-ն, այսինքն սրանց համար այդ արնախմությունը դարձել է տոն եւ իրանք դա տոնում են, նշում են եւ դեբիլներ էլ կան, ծափ են տալիս, թռչկոտում են, տեսեք մեր վամպիրները հերթական զոհերը գտան եւ ուրեմն արնահանդեսը կարողացան ստեղծել։ Դե մենք հիմա աչուձախ լսում ենք, որ իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը շատ ցածր է եւ ամեն կերպ նաեւ իրենց հերքելով փորձում են որոշակի ձայներ կորզել եւ գուցե մտածում են այդպես էլ այդ ձայներին կարժանանան եւ նաեւ խոստումներն են հերթական տալիս։ Այս տարիները պիտի բավական լիներ այդ ամեն ինչը կատարեին։ Ես հիշում եմ, երբ սրանք նոր էին գալիս, ընդամենը 1-2 տարիների ընթացքում խոստանում էին, որ շատ լուրջ բարեփոխումներ էին անում, մեր ազգը հավատաց այդ ծրագրերին, այդ կեղծիքին, ստին, եւ Գոյանքը, որը հայտարարում էր իբրել է, տեսեք, ինձ ասում են եկել է Արցախը հանձնի, ես եկել եմ Արցախի հարցը լուծեմ։ Ես խաբեությունը, այս սրիկայությունը, այդ պատի ոճիրը, որը գործվել է, այս ամեն ինչը արվել է եւ արվել է մեր ողջ ժողովրդի աչքի առաջ։ Ձեր թիկունքում ոչինչ չեն բանակցին, տեսանք, որ ամեն ինչ թիկունքում են բանակցել եւ անգամ սրանց ամբարտավան խոսալը ես հիմա տեսնում էի ինչ որ մի գոյանք կար, որը անդրադարձ էր արել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին։ Դե տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը իմաստուն մարդ է, ցանկացածն իր ուրեմն սխալները կունենար, բայց նա իմաստուն մարդ է եւ վերլուծել գիտի, կարողություն ունի եւ իր հայտարարությունները երբ արեց, ես գիտեմ, նա արդեն տեսնում է Հայաստանի ավարտը Նիկոլի դեպքում եւ հանրությանը հերթական անգամ այո սթափության մղեց, որ չի կարելի այս շարլատանի այդ ճանապարհ գնալ։ Եվ ինչ արեցին, դրանց երկրորդ, երրորդ դեմքերով սկսեցին միանգամից անվանարկել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այդ գետնակարճ տրյապկեկը դուխով պալասները Լևոնի ես երբեք չեմ տեսել, որ դուխով կեպի դնի, բայց Լևոնի օրոք հաղթանակը ձևավորվեց։ Լևոնի օրոք ես երբ գնում էր Տեր-Պետրոսյանը առաջին նախագահը տեսել եմ, ոնց էին ձեռքը արժանապատվորեն սեղմում այսօրվա եւ մեր թշնամիները եւ նրանք ովքեր բարեկամ էին, կիսա բարեկամ էին, մարդիկ ովքեր շփվում էին մեր երկրի հետ։ Երբեք նման արտահայտություններ չեն արել հարբեցող ծաղրացու, չգիտեմ։ Դե իհարկե հարբեցող ծաղրացուի խումբը ոնց կարա արժանապատիվ նախագահի հետ չի կարա չափվի։ Դե ստիպված պիտի անվանարկի, բայց մեկ է դուխով տրյապկեկը ինքնակամ գնում փալասվում են եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ երկրորդ եւ երրորդ նախագահների ոտքերի տակ, գիտեք ինչի, որովհետեւ նրանք պետություն էին ստեղծել, նրանց հետ կարող էին ինչ-որ բաներ կապել, ասում էին դրա, չգիտեմ, ինչ-որ կաշառակերություն, կոռուպցիա էին ասում, բայց սրանց օրոք նույն արևմուտքը, որը սրանց պապաներից էր կամ մամաներից, ասաց, ուրեմն Հայաստանում կոռուպցիան մեծ, ուրեմն վերելք է ապրում։ Միակ բանը, որ վերելք է ապրել, դա է։ Եվ սրանց այցեքարտը, որ ասֆալտն էր, արգելի մայրամ, դուք տեսաք ինչ տեղի ունեցավ։ Այդ միֆն էլ պայթեց, որովհետև ընդամենը մի հատ ձյուն ցույց տվեց արա, որ դուք բիտումն էլ եք կերել։ Եվ ուրեմն Նիկոլը հենց այնպես չէր ասում, չէ՞ այդ ավագանու ընտրություններին Երևանյան ասում էր ասֆալտ եք ուտելու եւ բորդուր եք լպստելու։ Ասֆալտը արդեն կերել են, տեսանք, հիմա ուրեմն կգա բորդուրը լպստելու հերթը։ Գիտեք, որոշ բաներում այնուամենայնիվ այդ ազնվությունը գնահատում են, որ բացայք միամտաբար է ասում, թե հատուկ է անում, որ իմացեք, հա, ասֆալտը ուտելու են, թե իրանք քիչ են պայտվել այդ ատկատներից ասֆալտային, մի խոսքով, բայց դա հայտարարվել է, բարձրաձայնվել է, որ ասֆալտ եք ուտելու։ Դե ինքը թող բան անի, տենց անընդհատ փսակվի, քանի բաժանվի, փսակվի, մարդը
լավ ազգում, որովհետև հիմա հնարավորություն ունի, պաշտոն ունի, փող ունի, իր համար այս պատերազմը նրա համար չէր, որ ինքը գնար ընդեղ ասենք Վաչագանին տղայից ջուր տաներ, որը ջուր չունենալով իր զինակիցները ասում էին մենք ուրեմն նա ջուրը կացայով եռացնում էր արվի ջրերը եւ ուրեմն թողնում էր հովաներ որ խմեր Ալեն Սիմոնյանը այդ ժամանակ հարս էր մանգալի հերթական անգամ տենարում առներում ճառներ բայց ես մի առիթով ասում լավ է որ իրենք հարս չեն գնում գոնե հարս են բերում ասենք թե չէ իրանց մոտ ընդունված է չէ նաեւ փառաբանվում է չէ հարս գնալը տղու ֆորմով բանով կարան հարսել էտան Հիմա ես իր երթին, նրանք ուրեմն էլի մեր արժե համակարգից դուրս են եւ նրանց որևէ խոսք ինձ համար արժեք չունի։ Իրենց է ծաղրանք է, իրենք այդ դուխով կեպիները թող դնեն, ելնեն փողոցները եւ հերթական անգամ ասեն տեսեք, հա, մենք աշխարհի դեմ ոտքերի տակ փալասվեցինք, բայց հələ մեր երկրում մենք դուխով ենք, հա, մենք դուխ ունենք։ Ինչ վերաբերում է հայրենիք կուսակցությանը, ես ասեմ Դե նայեք, դե թքող լակոտն է, թքող մորից այդ պիտի սովորել, տեղել մի մեղադրեք, այդ մարդը հետ է տեսել, հետ է սովորել, եթե ժողովուրդը հետում է տենց մարդկանց է ընտրում, հետ էլ պիտի լինի արդյունքը, իսկ հայրենիք կուսակցությունը ես ասեմ, որ շատ առողջ ջահել կուսակցություն է եւ ասեմ, որ Արթուր Վանեսյանին իսկապես հաջողվել է լավ թիմ ձևավորել եւ ես վստահ եմ որ իրենք պիտի ամեն ինչ անեն որպեսզի պետականամետ լինի իրենց քայլը իրենց որոշումները եւ հիմա տեսնելով այս իրավիճակը որ համախմբումներ են պետք այո Վանեսյանը նման քայլ արեց նախ ես ասեմ հիմա երբ ավելի մոտիկից ճանաչեցի ես տեսա որ նա իսկապես արդարամիտ գործիչ է ես հերակա ճանաչելը ուրիշ է այլ բան է երբ խորհրդի աշխատանքներին եմ մասնակցել, տեսել եմ եւ Վաղարշապատի հետ կապված հենց առաջի բանը որ հայտարարել էր որ ընտրակաշարք չի լինելու Սա գիտեք ինչ կարևոր փաստ է երբ լսում ես որ մարդը եկել է եւ ասում է որ այսպես է լինելու ընթացքը եւ ես գիտեմ որ նա այս ամեն ինչը վերլուծել թեպետ իր ներկայացուցիչներից ասենք ինչպես Խաչիկ Գալստյանը այդ գիտնականը մեր ջահել պայծառ գիտնականը դեռ այդ դատապարտումների մեջ է հանուն ինչի չգիտես լավ այն ժամանակ վախում էիք այդ կուսակցությունը որ քայլ կանի էս կանի եւ այստեղ նրան ուրեմն ձերբակալեցիք հիմա ինչ եք պահում թեպետ տնային կալանք են փոխել ես ուզում եմ նաև ասել որ հերթական անգամ Վանեսյանը ցույց տվեց որ ինքը սատարում է իր երկրին իր ժողովրդին ինչպես հիշում եք նա առաջիններից էր որ հրաժարական տվեց իր պաշտոնից եւ կրկնակի անգամ մի անգամ որպես ԱԱՑ-ի տնօրեն հրաժարական տվեց աթոռը այսինքն իր համար այդպես Գերագույն արժեք չէր եւ մի անգամ էլ պարլամենտից չէ դուրս եկավ իր խոսքի տերը մնալու ես կարծում եմ նա իր խոսքը դեռ կասի մեր իրականության մեջ մեր պատմության մեջ իսկ բոլոր նրանք ովքեր այսպես մեռած թույն են շպրտում այս կուսակցության վրա եւ ղեկավարի վրա դուք եկեք ձեր առողջ միտքը ասեք հավատացեք որ ձեր միտքն էլ կներառվի ծրագրի մեջ եւ ավելի կուժեղացնեք մեր կուսակցությանը Եվ վերջին հարց պարոն Մանուկյան տեսեք իրենք անընդհատ վախեցնում են որ 300,000 ադրբեջանցիներ գալու են վերաբնակեցվելու են Հայաստանում բայց այսօր պետք է օրակարգում հստակ լինի փետրվարի վերջին օրերը Սումգայիթի Բաքվի ջարդերի օրերն էին մեր հայրենակիցները ցեղասպանությունից հանրապետություն եղած ցեղասպանվածների ժառանգները նաև կան հանրային պահանջ որ ինչու ասում է խոսքը 800,000 եւ ավել մեր հայրենակիցները ժառանգների մասին է իհարկե խոսքը պիտի վերադառնան Բաքու Սումգայիթ հենց այս հարցը պետք է առաջ լինի Տեսեք, դուք խոսում եք ուրեմն հայկական արժեհամակարգի կողմից, դուք ասում եք, որ այո, այդպես խոսային նրանք, ովքեր Հայաստանի հաջորդի շահերի սպասարկուներն են, այո, կասեն, որ կես միլիոնից ավել հայ է Ադրբեջանից դուրս եկել եւ մենք առաջնահերթ կարողանանք նրանց խնդիրը լուծել եւ կան այո այդ կառույցները որտեղ այդ ամեն աշխատանքները պիտի տևականորեն կատարել բայց նրանք չունեն այդ հնարավորությունը դիվանագիտական միտքը անալիտիկ մտածողությունը չեն կարող անել սրանք կարող են պերաշկի կրծել Եվ այդպես խափել էլի այդ մի քանիսին ասել արա ձեր նման տղերք են գա չիմանաք մենք ուրիշ ձև ենք ծնվում կամ են միլիոններ բան որ ասում են պարգևավճար խափում են այդ չենք տալիս այտենց ինչ պարգև ինչ միլիոնավոր դրամներ դոլարներ մյուս այդ սախսուտա սրանք էլ հավատում են վայ այս խեղճ թրջվածները էս են ծամում բայց ես ասեմ Արգելի Մարյան որ այդ 300,000-ը որոնք գալու են ինչ չեն մտահոգում որովհետև մենք ավելի բետարը ունենք մենք ունենք կառավարություն որ ադրբեջանամետ
թուրքամետ կառավարություն է, իշխանությունը ունենք, չենք մտահոգվում, դրանք պետք է ինձ մտահոգեն։ Մեր կողմից բաց այս իշխանությունների մասով երկիրը գրաված է, այդ մասով հասկանալի է այս պահին, բայց մենք անելիք ունենք։ Դե եթե Ադրբեջանի շահերի սպասարկումները գրավել են մեր իշխանությունները, ինչի՞ չբերեն իրենց եղբայրներին, բա պետք է բերեն։ Եվ հիմա հնարավորություն կա, եթե հայը արժանապատվություն ունի, մնացել է կամ այդքան մոլորված չի, շարլատաններին չի աջողվում հերթական անգամ հիպնոսացնել, խաբել, այդ աթոռները, ոչ այդ աթոռները կարելի է կլայել դրանց քամակներից, որտեղ դրանց ուզածը աթոռն է։ Ոչ թե ինչ հայրենիք, ինչ պետություն, ինչ հայմարտ, աթոռը լինի, փողը լինի, այդ մեքենաները լինեն, այդ աղջիկները լինեն, որովհետև դրանք որպես տղամարդ այդ կարողությունը չունեն, կարողանան սերեր ունենան, աղջիկների ուրեմն սիրուն արժանանան, չունեն դա։ Ինչի է, հանուն ինչի, դրանց այդ դուխով տերյապկեքի ինչ է աղջիկները։ Դրա համար նրանց աթոռապետ, պաշտոնապետ, փողապետ, որ կարողան ինչ-որ բանով, հələ դրանց վրից վերցրու այդ ամեն ինչը, այդ նույն աղջիկները կթքեն վրաները ու կողքերից կգնան։ Մեր ազգը ոտքի կանգնելու է, հաղթական ընթացքը լինելու է։ Իմիջիայլոց եւ որպես այսպես ամփոփիչ խոսք, ես խնդրում եմ երեք նույնը Տալեր Սիմոնյանը ասում է, եթե մենք մեր վարչական ռեսուրսները կիրառեինք, հիմա կաթողիկոսին դերան գիտեք ինչպես են դիմում, ես կասեմ կաթողիկոսին կանդալներով տարել։ Դե հիմա սովորական բան է, որ այդում փալասվում են, մարդիկ փալաս են, դուխով տերյապկա, հիմա սովորել են, սրա նրա ոտերի տակ փալասվել են, հիմա գնում են կաթողիկոսի ոտերի տակ են փալասնում, այտենց մի հատ էլ կար, չէ՞ սուտի սրբազան, որ կարկալույց եղավ, եւ ցույց տվեց, որ անգամ դրա սրբազան լինելը հաշվի չէր առնելու, որտեղ եթե ուրացել է եկեղեցուն, եթե ուրացել է մեր հավատը, այդ բա որ այտենց բանը ռադդ քաշել ես, հանել ռադ արել, միջև հիմա ասում են այդ սենյակից նկարնել չի հանում իրա ու վեհապարի, բա հանա այդ նկարը կամ դատարան ինչ եք տալիս, արա դատարանն է ձեզ նշանակել, չգիտեմ թե մի առաջնորդ ու եպիսկոպոս օծել, այդ խայտարակությունները այս տևական որ կատարվում է, մի խոսքով կգա օրը եւ այդ ամեն ինչը կբացահայտվի եւ մենք կտեսնենք, ես միայն շատ կուզեի, որ այս պատերազմը շուտ ավարտվեր, որովհետեւ այո, մեր շուրջն է կատարվում եւ ես չէի ուզի, որ մարդիկ այդ պերաշկու եւ կուկուռուզի անհոգությունը փոխանցվեր մարդկանց, չէ, մենք տագնապներ ունենք եւ մենք պիտի կարողանանք որոշակիորեն մեր չափով, ես չեմ ասում, մենք գործոն կարանք առաջացնենք։ Ես այդ շարլատանը չեմ, որ ասեմ, խաղաղություն եմ տարածած, չէ։ Տաշեղը չի կարա փոթորված օվկիանոս խաղա։ Այ հիմա իմ ասած պատկերը, որ ես այն ժամանակ սա ասում եմ եւ ես հայտարարում եմ, որ տաշեղը չի կարող փոթորված օվկիանոս խաղաղացնել, այ հիմա այդ պահն է։ Դե դրան այդ տաշեղը լքցեք այդ կրակների մեջ, տեսեք ինչ որ բան կփոխվի, չի փոխվի։ Ես ձեր առողջ մտքի վրա եմ հույսս դնում, սիրելի հայեր, աշխարհով մեկ սփռված հայություն, սրանք ինչքան էլ ուզենան մեզ տարողեն, չեն հաջողելու, մենք միասնական ենք եղել, Արարատ լերը եղել են առանցքը, որի շուրջ համախմբվել ենք, մեր մշակութային արժեքները, մեր գրականությունը, ազգապահպան գրականությունը, որքան էլ հիմա շունշան որդիները փորձում են ծաղրել դա, փորձում են հայրենասիրությունը ծաղրի, առարկա դարձնել, չի ստացվելու, հայը կա, լինելու է եւ արժանապատիվ կերպով այս մոլորակի վրա ապրելու է։ Դե վեհապար հարյապետը տեսնում է սրանք ոնց են ազգային արժեքները վերացնում, ամեն կերպ փորձում է այդ արժեքները պահպանել եւ եթե կհիշեք սրանք անգամ չէին խոսում ցեղասպանությունից, որը Արցախում տեղի ունեցավ, նորից վեհապար հարյապետը Շվեյցարիայում հնչեցրեց այդ մասին եւ կարծում եմ, որ այո նա ամուր կանգնած է եւ մենք էլ կանգնած ենք մեր հավատավոր ժողովուրդը կանգնած է իր եկեղեցու կողքին, իր հոգևոր առաջնորդների կողքին եւ նաեւ կձևավորեն քաղաքական ճիշտ ուժերից կազմված իշխանություն ազգապահպան, իշխանություն ազգային հարցերով, պետական հարցերով, մտահոգ իշխանություն եւ նաեւ կարողություն ունեցող բարդ խնդիրներին լուծումներ գտնող իշխանություն։ Ես եմ շնորհակալ։